գործող արդեն հայտնի վարչապետի թեկնածուներից, կուսակցություններից ում եք համարում, որ գործընկեր, որ հետագայում հնարավոր է Ես պատասխանում ձեր հարցի առաջին մասին, որտեղ երկրորդ մասին դեռևս հնարավորություն չունենք պատասխանելու, քանի որ որոշված չի։ Բայց առաջի մասին հետևելն է, դեռևս 2025 թվականի հոկտեմբերին մենք հայտարարել ենք, որ մենք պատկերացնում ենք մասնակցությունը այս ընտրություններին միայն լայն կոալիցիայի կազմում։ Եվ պատճառը հետևյալն է, որ այս ընտրությունը դասական քաղաքական ընտրություն չի քաղաքական ծրագրերի եւ քաղաքական ուժերի միջև, այն քաղաքակրթական եւ աշխարհահայացքային ընտրություն է։ Նա ընտրությունն է նրա միջև, թե մենք մնալու ենք ազգային պետություն կամ կկարողանանք վերականգնվել որպես ազգային պետություն, թե մեզ ըստ էության թուրք-ադրբեջանական տանդեմը կուլ կտա եւ կվերացի իր վասալին այն քաղաքական ուղեկիցը, որ իրականացնում է գործող վարչախումբը։ Ուստի մեր տեսանկյունից, եթե մենք մասնակցում ենք այս ընտրություններին, ի վերջո մենք քաղաքացիական կառույց ենք, բայց մենք մասնակցելու ենք այս ընտրություններին մեր տեխնացուների միջոցով հենց այդ կարևոր նկատառումից ելնելով, այլապես գուցե չմասնակցենք, շարունակենք մեր առաքելությունը քաղաքացիական իրականացնել, առավելես որ այդ իմաստով մենք դաշտում եզակիներից մեկն ենք։ Բայց եթե մենք մասնակցենք, անպայման կմասնակցենք կոալիցիայի, լայն կոալիցիայի, որովհետև նպատակը նաև մեր մասնակցությունն այդ կոալիցիան շաղախելն է։ Թե ում հետ կլինի այդ կոալիցիան, ես կարծում եմ, որ մեկ ամսվա մեջ դուք դրա պատասխանը կստանաք։ Բայց մենք էլ պետք է մեր մեջ պատասխանը տանք այդ հարցին։ Բացառվում։ Չէ, չենք ասում ԿՊ-ն բնականաբար բացառվում է, որովհետև մասնակցության իմաստը ըստ էության ԿՊ-ի կողմից իրականացվող քաղաքական կուրսը շրջելն է, հասկանալի է, բայց պետք է հասկանալ, որ ԿՊ-ն էլ մենակ չի, նա եւս ունի տարբեր տեսակ արբանյակներ, դրանց հետ էլ է բացառվում, եւ կան կառույցներ նաեւ, որոնք նույնիսկ ֆորմալ տեսանկյունից ընդդիմադիր դաշտում են գործում, բայց նրանց հետ էլ է բացառվում, որովհետեւ նրանք էլ այլ խնդիրներ ունեն մեր տեսանկյունից։ Հիմա որևէ մեկի անունները չտանք, եթե դուք թույլ կտաք, էլի, որովհետեւ այս ասուլիսի վերջը դրան չի նվիրված, երբ որ այդ հարցում որոշակցություն կլինի, մենք որպես հանրային եւ թափանցիկ գործող կառույց դրա մասին բնականաբար դուք առաջին եք իմանաք, երբ որ պատասխան ունեք։ Ձեր դեպքում լինելու կուսակցությունի դիքետ լինելու առաջնորդը, թե այդ նորից ձեզ ասում եմ, քանի որ խոսքը գնում է կոալիցիայի մասին, տեսեք, եթե մենք մասնակցենք, հարցին ավելի առանձին մասնակցենք, հարցին ավելի հեշտ կլիներ պատասխանելը։ Բայց քանի որ խոսքը գնում է կոալիցիայի մասին, կոալիցիայում շատ տարբեր, այսպես ասած, կոնֆիգուրացիաներ կարող են լինել, քանի որ դրա հետ կապված դեռևս որոշում չկա, չխոսանք նրա մասին, ինչի մասին դեռևս չենք կարող խոսել, լավ, շնորհակալություն։